Բարև ձեզ, Եվրախորհրդարանի տաղավարում Armen Press-ի հյուրն է այսօր Գերմանիայից պատգամավոր մարդու իրավունքների ենթահանձնաժողովի համակարգող Թուրքիայի հարցերով ստվերային զեկուցող Թոմաս Ֆուլիխը։ Բարև ձեզ, պարոն Ֆուլիխ, շնորհակալություն մեզ միանալու համար։ Good afternoon, thank you for having me here. With pleasure. Mr. Fulich, several Armenians Արդեն 2 տարի է ինչ Ադրբեջանի կողմից ապօրինի կերպով պահվում են մի շարք հայ զինծառայողներ, քաղաքացիական անձինք եւ նաեւ Լեռնային Ղարաբաղի նախկին ռազմաքաղաքական ղեկավարությունը։ Դուք մարդու իրավունքների ենթահանձնաժողովի համակարգողն եք եւ անդամ արտաքին գործերի հանձնաժողովում։ Ինչպես եք գնահատում հանձնաժողովների ներգրավվածությունը նման հրատապ հումանիտար հարցերում, ինչու մինչ այժմ չկան թիրախավորված քայլեր իրավիճակը փոխելու համար։ I think there is a dilemma for the European Union. On the one hand, the European Union is teaching the whole world about. Կարծում եմ խնդիրը հետևյալն է. Այստեղ երկընտրանք, դիլեմա կա Եվրոպական միության համար։ Մի կողմից Եվրոպական միությունը քարոզում է իր արժեքները ողջ աշխարհին, մյուս կողմից չի կարողանում դրանք իրականացնել։ Եվ այս ամենի մեջ մեծ կեղծավորություն կա, հատկապես երբ խոսքը վերաբերում է Հայաստանին։ Ես այն մարդը չեմ, ով սիրում է միջամտել այլ երկրների ներքին գործերին։ Ես այդպիսի մարդ չեմ։ Կարծում եմ արևմուտքի խնդիրն այն է, որ փորձում ենք մեր արժեքները պարտադրել ամբողջ աշխարհին, բայց դա չի ստացվում, որովհետև մարդիկ չեն ցանկանում, որ մենք նրանց սովորեցնենք։ Բայց երբ խոսքը վերաբերում է Հայաստանին, ես կարծում եմ, մենք բարոյական պարտավորություն ունենք։ Հայ ժողովուրդն ամենահին ժողովուրդներից մեկն է։ Դուք ավելի լավ գիտեք ձեր մշակութային ժառանգությունը, քան ես։ Դուք առաջին երկիրն եք, որն ընդունեց քրիստոնեությունը։ Ուստի մեզ համար դա բարոյական պարտավորություն է աջակցել ձեր երկրին, հատկապես Ադրբեջանի հետ հակամարտության պարագայում, որտեղ քրիստոնյաները հալածվում են, իսկ քրիստոնեական մշակութային ժառանգությունը ոչնչացվում է Լեռնային Ղարաբաղում։ Կարծում եմ այս առումով մենք բարոյական պարտավորություն ունենք միջամտելու։ Մի քանի ամիս առաջ մենք ընդունեցինք բանաձև Հայաստանի վերաբերյալ, հստակ համերաշխության ուղերձ հղելով հայ ժողովրդին։ Եվ ինչպես դուք նշեցիք, այդ բանաձևի կենտրոնական կետը եղել է Ադրբեջանի կողմից ապօրինի պահվող 23 գերիների անհապաղ ազատ արձակման պահանջը։ Մենք պետք է գործենք, իհարկե մենք պետք է օգնենք ձեր ժողովրդին եւ անենք ամեն բան այդ 23 գերիներին ազատ արձակելու համար։ Բայց մյուս կողմից մենք կախված ենք ադրբեջանական գազից։ Ես այստեղ չեմ ձեզ գեղեցիկ պատմություններ պատմելու համար։ Խնդիրը իրական է։ Մեր կախվածությունն ադրբեջանական գազից սխալ էներգետիկ քաղաքականության հետևանք է։ The fact that we are dependent on the gas of Azerbaijan is the reason of this dependency is our wrong energy policy. Exactly. You once mentioned. Այո, ձեր հարցազրույցներից մեկում նշել եք, որ Հայաստանի անդամակցությունը Եվրամիությանը անիրատեսական է պայմանավորված Ադրբեջանի ղեկավարությամբ։ Դուք ընդգծել եք, որ էներգետիկ մատակարարումների ոլորտում Բաքուն սկսել է մասամբ փոխարինել Ռուսաստանին եւ այս գործընթացը ավելի շատ մեծացրել է Ադրբեջանի ազդեցությունը Բրյուսելում։ Մինչդեռ այս երկրի ժողովրդավարության եւ մարդու իրավունքների վիճակը շատ հստակ է առանց հատուկ դիտարկումների։ Ինչպես կբացատրեք Եվրամիության այս կրկնակի ստանդարտների քաղաքականությունը? Game in this case. It's a structural dilemma on behalf of the European Union because, as I said, we're teaching all the time values, democracy, human rights, etc. But in fact, they have to. Սա կառուցվածքային երկընտրանք է Եվրոպական միության համար։ Ինչպես արդեն ասացի, նրանք անընդհատ քարոզում են ժողովրդավարություն եւ մարդու իրավունքներ, բայց իրականում կանգնում են բռնապետական ռեժիմների կողքին։ Ադրբեջանում բռնապետական ռեժիմ է եւ դրա մասին պետք չէ լռել։ Սա ցույց է տալիս, որ Եվրոպական միության մոտեցումն անհաջող է։ Ես կնախընտրեի, որ Եվրոպական միությունն ուղղակի ասեր. մեզ հետաքրքրում են մեր շահերը, ոչ թե մարդու իրավունքները։ Դա գոնե ազնիվ կլիներ իրական քաղաքականության տեսանկյունից։ Բայց երբ քարոզում ես մարդու իրավունքներ ու ժողովրդավարական արժեքներ, իսկ հետո կաշառքներ ես վերցնում կամ ընդունում ես բռնապետական ռեժիմների քարոզչությունը, դու կեղծավոր ես։ Եվ սա է Եվրոպական միության համակարգի խնդիրը։ Ցավում եմ, որ այսպես կոշտ եմ ասում, բայց այնտեղ պարզապես կեղծավորների խումբ է։ To spread propaganda from Azerbaijan, then you are a hypocrite. And this is the problem of the European Union, of the mainstream, of the establishment of the European Union. Sorry to say it in this harsh way, but it's a bunch of hypocrites. Դա նաև վստահության խնդիր է։ It is a question of credibility, and I think we are losing credibility because, of course, we can adopt. Ճիշտ է, սա վստահության հարց է, եւ մենք այն կորցնում ենք։ Իհարկե, մենք կարող ենք 10 բանաձև ընդունել ասելով. մենք հայ ժողովրդի կողքին ենք, մենք պաշտպանում ենք քրիստոնեական ժառանգությունը, մենք պահանջում ենք գերիների ազատ արձակում։ Բայց եթե իրական քայլեր չենք ձեռնարկում, դա պարզապես անիմաստ է։ Դրանք դատարկ խոսքեր են։ Եվրոպական միությունը պետք է կանգնի հայ ժողովրդի կողքին ոչ միայն խոսքով, այլև գործով։
գործով։ Ցավոք, Եվրոպական խորհրդարանից դուրս Եվրոպական միությունը շատ է խոսում, բայց շատ քիչ բան է անում։ Ահա սա է խնդիրը։ They're talking all the time, but in fact they do nothing. This is the problem. Yeah. And the EU often struggles to act. Եվան հաճախ դժվարանում է հանդես գալ մեկ ձայնով Հարավային Կովկասում, ինչ կփոխեիք Եվրամիության արտաքին քաղաքականության գործիքակազմում, որպեսզի այն գործի ավելի արագ ու ավելի վստահելի, ավելի շատ հատուկ ներկայացուցիչներ, ավելի խիստ պայմանականություն, թե եվրոպական խաղաղության հիմնադրամի ավելի լայն եւ արդյունավետ կիրառում։ Use of the European Peace Facility, for example. Oh, this is a very difficult question because, as I said, of course, my party. Սա շատ բարդ հարց է։ Իմ կուսակցությունն աջակցում է հայ ժողովրդին, բայց միևնույն ժամանակ մենք պետք է գործ ունենանք իրական քաղաքականության ռեալ պոլիտիկի հետ։ Ինչպես արդեն ասացի, մենք կախված ենք ադրբեջանական գազից։ Անհրաժեշտ է դիվերսիֆիկացնել մեր էներգետիկ աղբյուրները, բայց դա միանգամից հնարավոր չի անել։ Այս պահին մենք պարզապես ռուսական գազը փոխարինել ենք ադրբեջանականով, այսինքն պարզապես փոխել ենք կախվածության ուղղությունը։ Նախ մենք պետք է դիվերսիֆիկացնենք էներգամատակարարումը։ Երբ ավելի քիչ կախված լինենք Ադրբեջանից, կարող ենք սկսել ճնշում գործադրել նրանց վրա։ Ներկայում պարզապես գործիքներ չունենք դա անելու համար։ Մենք նաև շատ ենք կախված Թուրքիայից։ Մեր հարաբերությունները Թուրքիայի հետ բարդ են, բայց Թուրքիան մնում է կամուրջ Եվրոպայի եւ Ասիայի միջև, կարևոր երկիր առևտրի տեսանկյունից։ Եթե մենք կտրուկ քայլեր ձեռնարկենք Բաքվի դեմ, Անկարան կարձագանքի, ահա երկընտրանքը։ Նախ պետք է դիվերսիֆիկացնենք առևտուրը եւ նվազեցնենք էներգետիկ կախվածությունը եւ միայն դրանից հետո կունենանք ազատություն ճնշում գործադրելու Ադրբեջանի իշխանությունների վրա։ Այս պահին Եվրոպան իրական ուժ չունի։ Մենք կարող ենք բանաձևեր ընդունել, բայց դրանք ոչինչ չեն փոխում, որովհետև զրկված ենք ազդեցության լծակներից։ Սա կառուցվածքային խնդիր է, քաղաքական ուժի եւ ինքնուրույնության պակաս։ We have a lack of room for political maneuvers to be a strong partner in Armenia for the moment. Talking about Turkey, you are also the shadow rapporteur. Թուրքիայի վերաբերյալ զեկույցի ստվերային զեկուցող եք նաև Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ եւ Հարավային Կովկասում որոշիչ ազդեցություն ունի, որտեղ եք տեսնում ԵՄ-Թուրքիա կառուցողական համագործակցության հնարավորությունները խաղաղության հաստատման գործում եւ որտեղ պետք է ԵՄ-ն հստակ սահմաններ ունենա այս երկրի հետ հարաբերություններում։ Can play such a constructive role. It's a very, this is the next very difficult question because, you know, there are strong relation between Turkey and Azerbaijan. Սա ևս շատ բարդ հարց է։ Թուրքիան եւ Ադրբեջանը ունեն շատ ծերտ հարաբերություններ, եւ ինչպես արդեն ասացի, ներկայում մենք չունենք որևէ գործիք ճնշում գործադրելու Անկարայի կամ Բաքվի վրա։ Թուրքիան անփոխարինելի գործոն է ցանկացած եվրոպական քաղաքականության մեջ, որը վերաբերում է Հարավային Կովկասին, դա փաստ է։ Բայց միևնույն ժամանակ դա արտաքին քաղաքական երկընտրանք է ստեղծում։ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է եւ թեև Եվրոպական միությանն անդամակցելու գործընթացը սառեցված է, մեր տնտեսական կապերը մնում են շատ ուժեղ։ Եվրոպական միության ցանկացած նախաձեռնություն, որը կարող է ընկալվել որպես հակադրբեջանական, կբերի Անկարայի արձագանքին։ Պետք է նաև հիշենք տարածաշրջանում այլ ազդեցիկ ուժերի ներկայությունը։ Իրան եւ Ռուսաստան եւ աշխարհակաղակական հնարավոր փոփոխությունները կարող են ապագայում եւ հնարավորություններ ստեղծել եւ նոր խնդիրներ առաջացնել։ And last but not least, Գերմանիան առանցքային դեր ունի Հայաստան-Ադրբեջան գործընթացում։ Ձեր կարծիքով ինչը պետք է փոխվի Բերլինի քաղաքականության մեջ, ավելի տեսանելի միջնորդում, մարդու իրավունքների պահպանման հարցում ավելի հստակ կարմիր գծեր, թե վստահություն կառուցող ծրագրերի աջակցություն։ Ինչպես եք դուք տեսնում Բերլինի ներգրավվածությունը։ in this peace process? Firstly, I would like to speak about my party. For our party, the situation is clear. Իմ կուսակցության համակարգը միանշանակ Հայաստանի կողմն է, հիանալի երկիր, հարուստ մշակույթով եւ քրիստոնեական ժառանգությամբ։ Սակայն որպես գերմանական կուսակցություն մեր գործելու հնարավորությունները սահմանափակ են։ Ռուսաստանը չկատարեց իր պարտավորությունները Հայաստանի նկատմամբ։ Ինձ հաճախ մեղադրում են, թե իբր ռուսամետ գործիչ եմ, բայց դա այդպես չէ, ես գերմանամետ եմ։ Սակայն մենք պետք է վերադառնանք Ռուսաստանի նկատմամբ ռացիոնալ քաղաքականությանը եւ միաժամանակ հարգենք Իրանին որպես տարածաշրջանային ուժ, որպեսզի կարողանանք իրական դիվանագիտություն վարել։ Այսօր մեր արտաքին քաղաքականությունը ձևավորվում է արտաքին ուժերի կողմից։ Եվրոպան այլևս իրապես ինքնիշխան չէ։ Մենք պետք է դիվերսիֆիկացնենք մեր հարաբերությունները, թե էներգետիկ, թե դիվանագիտական, թե դաշնակցային մակարդակներում։ Միայն այդ դեպքում կարող ենք հանդես գալ որպես վստահելի միջնորդ այս հակամարտության մեջ։ Այս պահին ցավոք Եվրոպան չափազանց թույլ է։ Մենք պետք է վերականգնենք մեր անկախությունը, նվազեցնենք կախվածությունը ադրբեջանական գազից եւ միայն դրանից հետո կարող ենք իրական դեր ունենալ դիվանագիտության եւ խաղաղության կառուցման գործընթացում։
Շնորհակալություն մեզ միանալու համար։ Thank you very much. Շատ շնորհակալ եմ։